Հայաստանի Հանրապետության վարչապետը ստորագրում է ներքին իրավական փաստաթղթեր եւ միջազգային փաստաթղթեր։ Այո, միջազգային փաստաթղթերը իրենց ձևանուններով ամենատարբեր տեսակի անվանումներ կարող են ունենալ՝ հայտարարություններ, հուշագրեր եւ այլն։ Բայց բովանդակությամբ տարբերակում ենք, ինչ բնույթ է, քաղաքական բնույթի միջազգային փաստաթուղթ, ռազմական բնույթի միջազգային փաստաթուղթ, ըստ այդ տեսակավորման փել որոշում է այդ փաստաթուղթը արդյոք պետքա ներպետական վավերացում ասնի թե չէ։ Ունի ներքին փաստաթղթերի տեսակներ վարչապետի որոշումներ, որոնք լինում են նորմատիվ կամ անհատական։ Այսպիսի հայտարարության ձևաչափով, այսպիսի բովանդակությամբ փաստաթուղթ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը չի ճանաչում։ Հետևաբար, ի տարբերություն ես կրկին բազմաթիվ անգամներ նշել եմ ինձ ու ձեզ հասարակ քաղաքացիներից, ովքեր կարող են անել այն ամենը, ինչ օրենքը չի սահմանափակում, վարչապետը եւ մյուս պաշտոնատար անձինք մեր երկրում սահմանափակված են սահմանադրությամբ եւ օրենքներով։ Իրենք կարող են բացառապես անել այնպիսի գործողություններ, որոնք հստակ օրենքը իրենց լիազորել է։ Օրինակ, ինչպես թվարկեցի, վարչապետը իրավունք ունի անելու այս գործառույթները եւ ստորագրելու այս փաստաթղթերը։ Թե եկեղեցու շուրջ մեկնարկած այս գործընթացը, լիներ եկեղեցական հարաբերությունների միջամտությունը, թե նմանաբնույթ փաստաթուղթ ստորագրելը, դա հակասահմանադրական, հակաիրավական եւ բովանդակային առումով նաեւ հակահայկական գործընթաց է։ Եվ ուղղակիորեն նման գործողությունների համար մեր քրեական օրենսգիրքը հետևանքներ է նախատեսում։